Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 14-ն է և այս հաղորդման ընթացքում հիմնականում խոսելու ենք երեկվա զարգացումներից, խոսելու ենք այն մասին, թե ինչու Ադրբեջանը համաձայնվեց խաղաղության պայմանագրի կետերի հետ և իրոք ինչն է խնդիրը։ Շատերի մեկնաբանությունները ես տեսա, մի մասը շատ պեսիմիստական էին, շատ վատատեսական, մի մասը հիմնականում վիրավորական բնույթի էին, ես միշտ զգուշացնում եմ, որ վիրավորական բնույթի մեկնաբանությունները մեր YouTube-յան ալիքի տակ ընդհանրապես տեղ չունեն։ Եթե նման մեկնաբանություններ եք անում, պատրաստ եղեք, որ մենք բլոկելու ենք, անկախ նրանից, թե որքան երկար է դուք մեզ հետևում եք եւ այլն եւ այլն։ Դրանից բացի շատ կարեւոր է հիմա տագնապալի բնույթի գրառումներ եւս չարվեն, որոնք որ եւս տեսա ես մեր YouTube-յան ալիքի տակ, քանի որ ես արդեն չեմ կարողանում տարբերել իրական մարդիկ են նման բաներ գրում, թե ինչ որ երկրի հատուկ ծառայություններ են ընկել մեջ եւ հատուկ տագնապալի մեկնաբանություններ են գրում, որպեսզի քաոս ստեղծեն հայ հասարակության մեջ։ Այսինքն նման բանը անընդունելի է։ Եթե հայերն են անում, ամոթ իրենց, միանգամից ասեմ, որ ուշքի եկեք, նման բաներ մի արեք, ովքեր որ անում են, նրանց է դա վերաբերվում։ Պանիկա մեր հասարակության մեջ տարածել պետք չէ եւ անընդունելի է։ Դրանց եւս ես կբլոկեմ։ Ինչ վերաբերվում է հաջորդ խմբի մեկնաբանություններին, որոնք որ ասում են, թե երրորդ կողմ ասելով այդ պայմանավորվածությունները չեն վերաբերվում Եվրամիության դիտորդական առաքելությանը։ Ցավոք սերտի ես պետք է ձեզ հիասթափեցնեմ։ Երրորդ կողմը հենց նշանակում է, որ խոսքը վերաբերվում է կոնկրետ Եվրամիության դիտորդական առաքելությանը։ Ինչ է ասել հիմա Նիկոլ Փաշինյանը կամ չի ասել, ես չգիտեմ, անկեղծ չգիտեմ, քանի որ միանշանակ համոզված եմ, որ խոսքը վերաբերվում է կոնկրետ Եվրամիության դիտորդական առաքելությանը եւ ես չեմ կարող ստել սուտ խոսել։ Խոսք չկա այնտեղ Եվրամիության դիտորդական առաքելություն, բայց խոսքը կոնկրետ վերաբերվում է Եվրամիության դիտորդական առաքելությանը։ Եվ դրանից բացի մեկ բան եւս մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության միակ եւ կարևոր երաշխավորը դա հայ զինվորն է։ Ինչ վերաբերվում է Եվրամիության դիտորդական առաքելությանը, այն շատ կարևոր է, չափազանց կարևոր է, քանի որ Ադրբեջանը իրոք կաշկանդված է հարցակում իրականացնել Հայաստանի նկատմամբ, քանի որ այնտեղ կա Եվրամիության դիտորդական առաքելություն։ Հիմա խնդիրը հետեւյալն է, թե նախ այդ ամենը երբ տեղի կունենա, ես որքան հասկանում եմ, մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիրը, Եվրամիության դիտորդական առաքելությունը չի հեռանալու Հայաստանից։ Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, 1 ամիս անց, 3 ամիս անց, կես տարի անց, չեմ կարող ասել։ Դրանից բացի միանշանակ ժամանակ է լինելու, որպեսզի դրանից ստորագրումից հետո ինչ որ ժամանակ անց նոր երրորդ երկրների ներկայություն չլինի հայ-ադրբեջանական սահմանին։ Դա եւս պետք է մենք ֆիքսենք եւ հասկանանք։ Այսինքն ամեն ինչ շատ adekvat ենք փորձելու գնահատել։ Ոչ ծայրահեղ պեսիմիստական մտքեր ենք տարածում, ոչ էլ մեծ ոգևորություն ենք տարածում։ Իրոք բարդ է իրավիճակը, այս տեսա, որ հիմնականում մեր հասարակությունը շատ վատ ընդունեց այս լուրը, որ Ադրբեջանը համաձայն է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ասեմ ձեզ նույնիսկ ավելին, ուղղակի մի փոքր փորձենք adekvat լինել։ Այն զիջումները, որին որ հիմա գնում է Հայաստանը, հիմնականում ես խոսում եմ Եվրամիության դիտորդական առաքելության մասին եւ ոչ թե փոխադարձ հայցերից հրաժարվելու, չնայած դա եւս չափազանց կարեւոր է, բայց ես հիմնականում այդ հարցի վրա եմ կենտրոնացել, դուք գիտեք։ Դրանից մեծ զիջումներ էլ ցավոք սերտի մենք ունեցել ենք։ Զիջում ասելով մեծ խնդիրներ ենք մենք ունեցել Արցախի կորուստ, Արցախահայության տեղահանություն, բազմաթիվ զոհեր այդ պատերազմների ընթացքում եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ ամենի մեջ Եվրամիության դիտորդական առաքելության հարցը շատ մեծ հարց չէ, եթե մենք անկեղծ լինենք, բայց ինչու է դա մեզ համար կարևոր, ինչու է մեզ այդ ամենի վրա ուշադրությունը միշտ սևեռում, քանի որ դրանից է կախված Հայաստանի նաեւ անվտանգություն։ Այստեղ նաեւ ուրիշ հետաքրքիր մեկ բան կա, որի մասին ուզում եմ խոսել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ստիվ Ուիտխոֆը Ռուսաստանի Դաշնությունից, Մոսկվայից միանգամից նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել գիշերը Բաքու։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա դա նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները
արդեն ներգրավում են բանակցային գործընթացի մեջ։ Բայց ես նաև վատ բան եմ տեսնում այստեղ, քանի որ նա միանգամից նրա ինքնաթիռը, եթե դա կրկնեմ համապատասխանում է իրականության, վայրէջք է կատարել Բաքու եւ ոչ թե Երևան առաջինը։ Փաստացի հնարավոր է, որ Ադրբեջանը Իսրայելի միջոցով կարողացել է ինչ-որ նամակ հնարավոր է փոխանցել կամ ուղերձ փոխանցել Դոնալդ Թրամփին հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասով եւ հստակ ասել, որ Ադրբեջանը պատրաստ է գնալ կարգավորման եւ ստորագրել խաղաղության փաստաթուղթը եւ այնպես անել, որ դա համարվի որպես Դոնալդ Թրամփի կարևոր ձեռքբերումներից մեկը։ Մենք գիտենք, որ Դոնալդ Թրամփը ուզում է ստանալ Նոբելյան մրցանակ խաղաղության, Ուկրաինայի հետ կապված դժվարություններ ունի եւ հնարավոր է, որ հիմա կոնկրետ այս ամենի հետ դա կապ ունենա եւ պատահական չէ, որ Ուկրաինայի համաձայնությունից հետո, երբ որ նաեւ Ստիվ Ուիթխոֆը մեկնեց Մոսկվա, միանգամից այսպիսի հայտարարություն եղավ, չնայած որ մենք նաև բազմաթիվ հայտարարություններ ունեինք արդեն նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի մասով։ Այսինքն միանշանակ հստակ երևում էր, որ այս ամենը իրար հետ կապված է, նույնիսկ Իրանի արտգործնախարարն էր խոսում խաղաղության մասին եւ բանակցությունների մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ես այդ ամենը փորձում եմ միշտ կապել, որպեսզի հասկանամ, թե ինչ կապ ունի այդ ամենը իրար հետ։ Ու ըստ իմ պատկերացմամբ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետաքրքիր կարևոր ուղերձ է դրանով հղում Դոնալդ Թրամփին եւ հնարավոր է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, բայց արդեն հրավիրված լինի ամերիկյան կողմը ոչ թե հայկական կողմից, այլ ադրբեջանական կողմից։ Մենք հիշում ենք, թե ինչպես Ադրբեջանը հրաժարվում էր ամերիկյան կողմի ներկայությամբ անցկացնել բանակցությունները, հիմա բացառված չէ, որ հենց Բաքուն է շահագրգռված, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությամբ ստորագրվի նման փաստաթուղթ եւ դա ինչ որ միտեղ նաեւ վերագրվի Դոնալդ Թրամփի հաջողությունների ցանկում։ Դա չափազանց կարևոր պահ է, որի վրա որ Հայաստանի իշխանությունները միանշանակ պետք է ուշադրություն դարձնեն։ Ինչ վերաբերում է Եվրոմիության դիտորդական առաքելությանը, ես կրկին նշեմ, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի նրանք չհեռանան, հնարավոր է սահմանից մի փոքր հետ քաշվեն, երբ որ արդեն ստորագրվի այդ պայմանագիրը, ուժի մեջ մտնի, բայց նրանք ոչ մի պարագայում չպետք է հեռանան Հայաստանից։ Թող ձև գտնեն, ինչ որ մի ձև պահելու դիտորդական առաքելությունը Հայաստանում։ Կարևոր է նաև նշել, որ Էրդողանի գլխավոր խորհրդական արտաքին հարաբերությունների մասով այս պահին նշում է եւ ադրբեջանական լրատվամիջոցների հետ խոսակցության մեջ ասել է, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասով այս պահի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջև ոչ մի կոնկրետ բան չկա, այսինքն չկան ոչ մի նախադրյալներ այս պահի դրությամբ դիվանագիտական հարաբերությունների հաստատման Հայաստանի հետ։ Նա նաեւ անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին եւ փաստացի Թուրքիան հստակ հասկացնել է տալիս, որ ինքը եւս ներկա է այդ բանակցային գործընթացի մեջ։ Կարևոր է նշել, որ երեկոյան արդեն միանգամից մի քանի երկրներ ողջունել են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն ավարտին են հասցրել իրենց բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Իսպանիայի արտգործնախարարությունն է ողջունել, Ֆրանսիայի արտգործնախարարությունն է ողջունել, Գերմանիայի արտգործնախարարությունն է ողջունել, Իրանի արտգործնախարարությունն է ողջունել, Ավստրիայի արտգործնախարարությունն է ողջունել եւ այդպես շարունակ բազմաթիվ երկրներ ողջունել են փաստացի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև այդ համաձայնությունը խաղաղության պայմանագրի վերաբերյալ եւ հələ տեսնենք թե ինչքան նոր արձագանքներ կլինեն, ես կարծում եմ, որ արձագանքները բազմաթիվ կլինեն, բայց այդ պայմանագիրը եթե ստորագրվի, իրոք պետք է որ ստորագրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, շատ ավելի լավ կլինի, որ նաեւ Եվրոմիության երկրներից ներկայացուցիչներ լինեն, հրաշալի կլինի, եթե Ֆրանսիան լինի, բայց կարծում եմ, որ Ադրբեջանը դեմ է լինելու, բայց եթե հիմա Ադրբեջանը փորձում է ինքը ակտիվացնել ամերիկյան կողմին, մենք եւս պետք է աշխատանք տանենք, որ դա միակողմանի չլինի եւ մենք էլ փորձենք այդ մասով կարևոր քայլ անել, քանի որ հասկանում ենք, թե ինչու համար է դա անում Իլհամ Ալիևը։ Հիմա նշեմ չափազանց կարևոր է, որ հայ հասարակության մեջ պեսիմիստական մտքեր չտարածվեն, տագնապալի մտքեր չտարածվեն, ես ինքս անձամբ թույլ չեմ տալու մեր ալիքում ոչ վիրավորանքներ, ոչ այդպիսի տագնապալի մտքերի տարածում, զգուշացնում եմ նախորդ, որ նման բան պետք չէ գրել,
մեծ ոգևորություն էլ պետք չի ունենալ, չնայած որ եթե նորմալ լիներ ամեն ինչ, բնականաբար շատ ավելի ոգևորիչ կլիներ այդ տեղեկությունը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրվում է այդ խաղաղության պայմանագիրը, այսինքն կողմերը արդեն համաձայնվել են ստորագրել, բայց կրկին նշեմ, այս զիջումները, որոնք որ եղել են վերջում, դրանք համեմատելի չեն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցել Հայաստանի հետ եւ Արցախի հետ վերջին 5 տարիների ընթացքում։ Այսինքն ահռելի այդպես մեծ ինչ որ զիջումներ չեն։ Եթե մեկը կա, որ ինձ հակառակ կարող է ապացուցել, կընտրեմ, բայց ես համոզված եմ, որ ահռելի այդպես ինչ որ մեծ զիջումներ այս պահի դրությամբ ես չեմ տեսնում, կարևորը միջանցքը չի զիջվում, միջանցք էին ուզում ադրբեջանցիները, այդ հարցը չկա օրակարգում, սահմանադրության հարցը նույնպես չկա օրակարգում, հիմնական այդ երկու կետերը վերաբերում են կրկին նշեմ, մեկը միջազգային հայցերից հրաժարվելուն, Ադրբեջանն էլ բազմաթիվ միջազգային հայցեր ուներ ընդդեմ Հայաստանի եւ միլիարդավոր դոլարներ էր պահանջում Հայաստանից որպես փոխհատուցում, Հայաստանն էլ նույնպես ուներ բազմաթիվ միջազգային հայցեր եւ լավ էլ հաջողություններ ունեինք մենք այդ առումով, դա էլ ճիշտ է եւ դա էլ բոլորս գիտենք։ Եվ երկրորդ հարցը, այդ երրորդ կողմը կոնկրետ վերաբերվում է կրկին դիտորդական առաքելության ներկայության եւ այստեղ նաեւ չկա կետ, որ Հայաստանը չպետք է զինվի, Հայաստանը պետք է զինաթափվի եւ այլն, այսինքն նման բաներ եւս չկան այդ խաղաղության պայմանագրի մեջ, ինչը բնականաբար ոչ թե լավ է, այլ չափից դուրս լավ է, շատ լավ է, այսինքն մեծ ինչ որ լուրջ զիջումներ Հայաստանը չի անում, ուղղակի անվտանգության հարցը ապահովելու խնդիր կա հիմա այդ համաձայնագրի մասով։ Ես համարում եմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության հեռացումը խնդիրներ է ստեղծելու անվտանգության մասում։ Այսինքն ըստ ինձ, ես համոզված եմ դրանում, որ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը ավելի լուրջ երաշխիք է, քան այդ խաղաղության պայմանագիրը։ Հիմա բազմաթիվ դիվանագետներ ասելու են, թե չէ նման բան գոյություն չունի, դա շատ լուրջ փաստաթուղթ է, միջազգային շատ լուրջ կարևորություն ունեցող փաստաթուղթ է ստորագրվելու երկու երկրների միջև, բայց կրկնեմ, իմ պատկերացմամբ Եվրամիության դիտորդական առաքելությունը ավելի մեծ երաշխիք էր Հայաստանի համար անվտանգության համար, քանի որ հնարավոր է եւ շատ հեշտ է խախտել ցանկացած պայմանավորվածություն։ Եվ դա է պատճառը, որ Հայաստանը պետք է մտածի, թե ինչպես անի, որպեսզի եվրոպական ներկայությունը մնա Հայաստանում եւ ավելանա եւ Հայաստանի ուղին չխաթարվի դեպի Եվրամիություն, այսինքն հիմա նաեւ կարող է առիթից օգտվեն որոշ ուժեր, գերտերություններ, հատկապես հյուսիսից, ինչու՞ չէ նաեւ հարավից, որպեսզի Հայաստանից դուրս բերեն արևմտյան ուժեր, այսինքն արևմուտքի ներկայությունը ընդհանրապես Հայաստանում չլինի, միայն Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիա, Իրան եւ այդպես շարունակ, այսինքն մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Եվրամիության դիրքերը, ինչու՞ չէ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը թուլանան Հայաստանում։ Եվ ես կարծում եմ, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ամերիկյան կողմն էլ շահագրգռվի եւ հատուկ մետաղները մեր ունեցած հատուկ մետաղները, որոնք որ ես որքան հասկանում եմ կան նաեւ Սյունիքում, դրանք սկսեն նաեւ արտահանել Սյունիքից։ Այստեղ էկոլոգիայի մասին ընդհանրապես անտեղին է խոսելը, քանի որ էկոլոգիական խնդիրները դրանք արդեն ինձ համար 100-րդ տեղն էլ չեն գրավում, քանի որ այսպիսի լուրջ մարտահրավերների առաջ է իմ պատկերացմամբ Հայաստանը, եւ մենք պետք է կառավարենք այն իրավիճակը, որը որ կա։ Մի քանի բառով անդրադառնանք նաեւ ռուս-ուկրաինական պատերազմին, չնայած որ հիմա նույնիսկ տրամադրություն չկա խոսելու ռուս-ուկրաինական պատերազմից եւ այն բանակցային գործընթացից, որը որ տեղի ունենում, արդեն նշեցի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հատուկ ներկայացուցիչ էր մեկնել Մոսկվա, դեռևս տեղեկություն չկա, թե ինչ բանակցություններ են տեղի ունեցել, ինչ են դրանք ընթացել, բայց տեղեկություն կա, որ նոր լուրջ պատժամիջոցներ է սահմանում Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, դա վերջին տեղեկությունն է, բայց դա եւս պետք է սպասել, որ վերջնական հաստատվի եւ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, եթե այդպես է, ուրեմն հաջողություններ չի գրանցվել, չնայած որ երեք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր, որ նրանց ձեռնտու չէ 30 օրվա հրադադարը, այլ երկարաժամկետ խաղաղություն է պետք Ռուսաստանին եւ ասում էր, որ Կուրսկի շրջանում այն ուկրաինացիները, որոնք որ ներթափանցել են, նրանց հարցերը իրանք պետք է լուծեն, որից հետո նոր արդեն
կարող են գնալ այդ բանակցություններին, այսինքն ըստ Պուտինի նրանք չեն պատրաստվում հետ վերադարձնել այդ զինվորականներին եւ շրջապատված են այդ զինվորականները եւ նրանց դատելու են որպես ահաբեկիչներ։ Իսկ Թրամփը խոսում էր ատոմային էլեկտրակայաններից, թե ում ձեռքում են մնալու, ում վերահսկողության տակ եւ այլն եւ այլն։ Ընդհանուր առմամբ կարծես թե Ռուսաստանի Դաշնության նախագահը ասում է, որ ինքը համաձայն է գնալ խաղաղության, բայց ինչպես եւ մենք ենթադրում էինք, ինչ որ պահանջներ են առաջ քաշում, ուզում են ձգձգել, ուզում են երկարացնել այս process-ը, որպեսզի փորձեն ավելի շատ տարածքներ գրավել Ուկրաինայից։ Նաև նա խոսում էր, որ կարող են պատժամիջոցները հանվել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, Պուտինն էր խոսում այս մասին եւ արևմտյան ընկերությունները վերադառնան Ռուսաստան, չնայած որ նրանց այլևս արտոնություններ չեն տրվել։ Եվ ինչպես արդեն նշեցի, Պուտինը ասում է, որ կան նյուանսներ, եթե խաղաղություն հաստատվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Օրինակի համար նա ասում է, որ կարող է Ուկրաինան օգտվի առիթից, եթե այդ 30 օրվա հրադադարը տեղի ունենա, որպեսզի զինվի եւ ավելի լավ պատրաստվի, մոբիլիզացիա իրականացվի, ուժերը վերախմբավորի եւ հարձակում սկսի իրականացնել Ռուսաստանի նկատմամբ։ Դե պատկերացնում եմ, որ բնական է, որ նման հայտարարություններ անելու Պուտինը, Զելենսկին էլ ասում է, որ մենք թույլ չենք տա Մինսկ 3, այսինքն եթե ինչ-որ մի բան ստորագրվի եւ ինչ-որ համաձայնություն լինի, շատ ավելի վստահություն ներշնչող համաձայնություն պետք է լինի եւ անպայման պետք է Եվրոմիությունից խաղապահներ լինեն, ինչպես արդեն մենք խոսում էինք, մի քանի երկրներ կան, որոնք որ արդեն համաձայնվել են, ներառյալ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ էլի մի քանի երկրներ եվրոպական, որոնք որ պատրաստ են իրենց ուժերը տեղակայել Ուկրաինայում։ Կարևոր է նաև նշել, որ երեք Դոնալդ Թրամփի եւ Մարկ Ռուտեի միջև, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի միջև հանդիպում է տեղի ունեցել, եւ Դոնալդ Թրամփը բավականին լուրջ ձևով անկեղծացել է, եւ դա այն է, ինչի մասին մենք խոսում էինք, նա ասում էր, որ բազմաթիվ երկրներ, ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ոչ մի նորմալ ներդրում չէին անում ՆԱՏՕ-ի մեջ, ֆինանսներ չէին ծախսում եւ իրենց հույսը դրել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է ծախսելու, ասում եմ, մենք պահանջեցինք, որ նրանց ծախսերը ավելացվեն, ասացինք, որ մենք չենք պաշտպանելու ձեզ, եթե դուք չավելացնեք ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի մեջ եւ միանգամից սկսեցին երկրները շարժվել, մտահոգվել եւ սկսեցին արդեն նորմալ ձևով փող ներդնել ՆԱՏՕ-ի մեջ, ավելացնելով իրենց ռազմական բյուջեները եւ այլն եւ այլն։ Այսինքն Թրամփը այդտեղ հանդիպման ընթացքում հստակ ասում է, որ մենք մեր քայլերով հակառակը շատ ավելի ամրացրել ենք ՆԱՏՕ-ն եւ շարունակում ենք նույն գործողությունները, որպեսզի երկրները սկսեն ներդնել իրենց անվտանգության մեջ եւ չլինի այնպես, որ մենք ուղղակի ապահովում ենք նրանց անվտանգությունը։ Նրանք եւս պետք է հոգան իրենց անվտանգության մասին եւ ներդրումներ պետք է անեն ՆԱՏՕ-ի անվտանգային համակարգի մեջ։ Այսքան է սիրելի հայրենակիցներ այսօրվա առավոտյան մեր հաղորդման համար։ Անկեղծ ասած, ինձ համար էլ մի փոքր շոկային է այդ հայտարարությունը, որը որ տեղի ունեցավ երեք Ադրբեջանի արտգործնախարարության եւ հետո նաեւ Հայաստանի արտգործնախարարության կողմից, հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մենք նույնիսկ չանդրադարձանք Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին թուրքական լրատվամիջոցներին, այդտեղ եւս կային մի քանի կարևոր կետեր, բայց իրոք չկա հիմա նույնիսկ ցանկություն խոսել այդ մասին եւ հիմա հետևենք, թե ինչ հայտարարություններ են արվելու Երևանից եւ Բաքվից, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունենում, բայց մեծ հաշվով ամեն ինչ շատ պարզ է, հասկանալի է եւ մենք արդեն մի 10-15 անգամ կրկնեցինք, թե կոնկրետ որ կետերի մասին էր խոսքը եւ ինչպիսի համաձայնություն է ձեռք բերվել եւ որ կետերի շուրջ։ Նաեւ խոսեցինք այն մասին, որ հիմա Ադրբեջանը կարող է ներգրավել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ու թե ինչու դա կարող է արվել Ադրբեջանի կողմից հենց կոնկրետ Թրամփի համար, դրա մասին եւս մենք արդեն խոսեցինք եւ այդ հարցին եւս անդրադարձանք։ Հաջողություն բոլորիդ, կհանդիպենք։